Նաև նման, բայց մյուս կողմից էլ ասում ես մի րոպե, բայց քանի որ ամբողջական մոտ 40 րոպե ես ամենը բնականաբար չեմ կարող ներկայացնել զուտ եթերային ժամից ելնելով, բայց Armusic ռադիոյի օրվա ընթացքում որոշակի դրվագներ անպայման կլինեն, լրատվական թողարկումներն էլ ռադիոյի անդրադարձ են կատարելու, բայց ըստ էության սա է խնդիրը։ Մինչ եթերներ ես նայում էի մեկնաբանությունները։ Գիտեք, ես հաճախ եմ բովանդակության եւ զգացականի միջև մոլորվում, բայց որ մեկնաբանությունները ընթերցում օրինակ ասում են հետեւյալը. Տիկին Զոյան մեր մշտական ռադիո լսողներից է, ասում է շատ ամոթ է, որ երկրի ղեկավարն է խոսում բարբարով։ Գոնե այսօր չի գոռում իր ճղճղան ձայնով։ Տիկին Զոյան, նայեք, մենք էլի ուշադրություն ենք դարձնում, թե ոնց է նա ասում։ Բայց մենք չենք ուզում հասկանալ, իսկ ինչ է նա ասում այս պարագայում։ Լիքը հարցում համաձայն չենք, քննարկենք, խոսենք, բայց այսօրվա կառավարության նիստը այս ամբողջը update լրատվականով տվել ենք ամբողջապես մենք եթերում ենք եղել։ Բացարձակ կետ չկա բանի, որ ասես, արա, բայց մի րոպե, չէ, տենց չի։ Եվ խնդիրը նրանում է, որ վարչապետն ասում, գուցե դա վատ է, որ վարչապետն է ասում, բայց մենք այն ծուր երկրում ենք ապրում, որ մինչև դիվան բաշին չասի, այն ներքևներում չեն անում։ Որովհետև տնօրենը վախում է, վայ, հանկարծ տեսչական մարմինը չգասի, վայ, այս ցնցուղները օգտագործել եք, ծռվել է, փչացել է։ Տեսչական ասա, վայ, դե ձեռ չտան, որ հանկարծ նախարարությունը չգա, նայի ասի, վայ, այս ոնց է բիրտ ձևով օգտագործե։ Նախարարությունը չի բանում, որ հանկարծ փող վարչապետը չգա, փող վարչապետներ, որ վարչապետ։ Դրա համար վարչապետը վերևից ասում է, որ օգտագործեք, խաղացեք, դրեք process-ի մեջ, թող փոկվի, թող ճղվի, թող բան, իմանանք անում են, աշխատվում է, որ կանաչ լույս լինի մնացածների համար։ Մենք էլի գնում ենք այդ այլանդակ շրջապտույտի մեջ, բարբարով է խոսում։ Okay, բարբարով է խոսում։ Այդ միենես մի բոլորը կուլտուրական եք դարել, մի այնպիսի ոսկեբերյան, այնպիսի ոսկեշուրթ, չգիտենք ինչ ազգի մեջ ենք մենք ապրում, մենք չգիտենք ինչ հասարակություն է, մեր շուրջը, հասարակություն, այս ձևերը քանդեց մեր տունը, որ մենք պիտի նստես ուղիղ ասես, եղբայր էս չի է ժողովրդի լևելը, օй, լևել մի է սեր մակարդակները դետ չի, 4 բոլորը, 5%-ը մեր լավ գոպարոն Օղլաղչյանը, խելոք, այն որ մտքերը պիտի նստես կողից գրեց, երեք ինչ է ասում, խոսում ենք ասում 5%-ն է մնացը, հիմա այդ 5%-ի մեջ ով է, բոլորս այդ 5%-ի մեջ ենք մեզ հաշվում, բայց կյանքի ընթացքում, որ մտնում ես որոշակի հանգամանքների մեջ, պարզվում է, որ 5%-ի տակը չի մնացել, նորմալ արքու բարքով, խոսելով, վերաբերմունքով։ Ես այս ձևերի, ինչ եկել եմ Հայաստան, ձևերի դեմ եմ պայքարում, այս ձևերը, ստի մտավորականները, որ այսպես դալարը բարդիները, այ դրանք քանդին ես երկիրը, կուլտուրական իրանց բանով քանդեցին։ Մի հատ բան, որտեղ շաղ եւ յուղալի, այնտեղ է նա երկյուղալի, սևակներ ասում, դրանք են մի անգամից։ Նայում եմ, տեսնում եմ, այն մեծահարուստերի իվենթներ կա, ոյ, դալարը բարդիները խշացին, բանա, կալբասն աուտում, մի խոսքով, բերանս բացել չտակ կժվում եմ ուղղակի։ Դրանք քանդին, այս երկիրը չինովնիկը չի քանդե, կեղծ մտավորականներն են քանդե այս երկիրը, իրանց սուտ պաթոսով։ Ամեն երկրորդը Արարատի գլխին դրոշակ տնգողա, տնգվածներ։ Գործի, ասպես գործ արա, մի հատ ինչ ես դու ստեղծե, ինչ ես դու արե, մտավորական, դու ինչ ես ստեղծե, գրածդ գիրքը բեր, մի հատ տենանք, մի հատ երկերդ, մի հատ տեսնենք, օգուտա տվես, երկրին թե քանդելա։ Ամեն մի երկրորդը Թուրքի բանը հաշվե հարդարա տեսնում երկի մեջ, տեսանք ով ումից հաշվե հարդար տեսավ։ Պատմել եմ այդ պատմությունը, ազգագրական երկի երեկո էր, ջարդենք, զարկենք, 4 ժամ, դրեղ, ջարդին ու զարկին, Մալաթիայից առած, Թուրքիայից բերած կտորներով տարազներն էին կարել, Թուրքիայի փողերով բանի, բյուջեն լցրեցին, բայց հակաթուրքական երեկո էր, հետո վերջում էլ Հովանավորը բոլորին Անտալիա ուղարկեց հանգստի, էտա ազգային որոշ մտավորականների արժեքը, որոշը դիտավորյալ եմ ասում, որովհետև շատ ազնիվ մարդիկ կան, թե մտավորականության մեջ, թե քաղաքականության մեջ, թե գիտության մեջ, ամենտեղ կան, ես չեմ ասում, վայ, վիճակ չկա, բայց
վստահ եմ, որ մի քիչ լավատես լինենք, մի 10-15%։ Մնացածը պորոտախոս, դատարկախոս, այսօր բանա կանաչի ենք առնում գրողը տանի, կանաչի ծախող դուխիկ մայրիկ։ Էդ էլ իր բանն է, արվեստն է, էդ էլ ռեհանը, էդ էլ իր լեվելն է, ինքն էլ այտենց է ապրում, փառք ու պատիվ, գողություն չի անում, վատ բան չի անում։ Հա, բայց մեկ է որ խոսակցություն քաղաքականություն թալանեցին մեզ։ Արա այ դուխիկ մայրիկ, դու ինչ ես կյանքում ունեցել, որ քեզնից թալանել են։ Սա չերեմուշկեն քեզ գիտի։ Դու ինչ ես ամբողջ կյանքդ ունեցել, որ մի հատ է թալանել ես։ Այ թալանելը գիտես որը կլիներ, որ հիմա ապոլինի տեղ, որ եկել ես կանգնել ես ռեհան ես վաճառում եւ ուրց դաղց մայրիկ, որ գար մի հատ հարկայինը տուգաներ եւ այլն, կասեիր վայ, ես ինչ անարդար է, թողում են աշխատում ես, բան չեն անում։ Այ էսա ծուր երկրի սինդրոմը էտա, ձեն չեն հանում, բան պարեկները գնում են գալիս են նայում են, ասում են դե ծեր կնիկա թող աշխատի մի հատ մատնակաշի փող առնի տանիտուն, բան չեն անում։ Բայց առաջ լավ էր, բան ու գնաց կռիվը, որ իմանաս մի մինիստր ա եղել։ Մին հիմա ես հարգում եմ, գիտեք որ մարդկանց, ես ասում եմ եթերում մի քանի անգամ ասել եմ։ Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր օրինակ Սերժի օրոք, Լևոնի օրոք, Քոչարյանի օրոք լավ գործի են եղել, արդար չարդար էդի թո դատավորը որոշի, ես դատավոր չեմ։ Օտի դու ապրել են, թալանել են, մալանել են, ինչ են արել, դա ես չգիտեմ, ապրել են, հիմա Քոչարյանական կամ Սերժական ասա, արա, գոնե հասկանում ես խիա ինքը տենց, լավ է ապրել, այդ ժամանակներն է կարոտում, հիմա կարողա չի կարում տենց անի, կարողա, որտեղ ես չգիտեմ, հիմա ոնց է։ Այդ հասկանում եմ այդ մարդկանց, բայց ես որ նայում եմ, այն որ սա կյանքում, այն որ կատու չուներ վրից հոտ քաշեր, առաջ լավ էր ասում, արա դու ինչ գիտես առաջ լավ էր, քո ինչն է փոխվել, քո կյանքում։ Գժվում եմ ուղղակի ես այդ մարդկանցից։ Ես ունեմ ծանոթներ, 1000 տարի, լոսում ապրող մարդիկ ունեմ, որ առաջ լավ գործի են եղել, այդ գործի շնորհիվ Լոս Անջելեսում տներ են առել, անունները չեմ տալի, սարերի վրա են ապրում, օքեյ, իրանց գործն է, փառք ու պատիվ, ես դատավոր չեմ, դատախազ չեմ, լոյեր չեմ, ոչ մեկի հացին, որ ասում է, այդ իմ գործը չի, ով ոնց կարում է, ապրում է։ Այս երկրի համակարգը տենց է, ով ոնց կարա։ Եթե դու չես, ուրեմն քեզ են։ Էս է այս երկրի համակարգը, ես ամեն օր դրանում համոզվում եմ։ Կամ դու, կամ քեզ։ Ուրիշ ձև չկա։ Հասկանում եմ իրանց դիրքորոշումը։ Ավելին ասեմ, ես մարդկանց եմ ճանաչում Քոչարյանի, Սերժի եւ այս հիմա մեր ձևովի շարժմանը փող են ուղարկում։ Լավ են անում, այդ իրանց իրավունքն է։ Լավ են ապրել այդ օրոք, իրանց մոտ ինչ որ ազգային, ասենց ինչ որ բանա, պայքար է, ներքուստ բան անում։ Լավ է, օքեյ, իրանց գործն է։ Բայց որ ոչ մի բան չունեցող մարդը ասում է մեզ թալանեցին, էս ինչա եւ այլն, ես գժվում եմ ուղղակի։ Խենթանալիք է դա։ Հոգեկան հիվանդություն։ Դա։ Մեկնաբանություններ եմ ընթերցում, շատ ծիծաղալու սմայլիկներ եք դնում, համաձայն եմ ճիշտ վերլուծություն, ինչպես միշտ Սաթենիկ Ղազարյան։ Շնորհակալ եմ հարգելի Տիկին Ղազարյան, շաղին են մեր հարազատ ասում, այո, համաձայն եմ, շատ ճիշտ է, շնորհակալ եմ, կլասն է Ռաֆայել ջան 100%, ահա մոռացաք, you are right Ռաֆայել ջան, Հենրին է, բարև ձեզ հարգելի Հենրի, շնորհակալ եմ։ Ճիշտ է, Ռաֆայել ջան, խնայիր նյարդերը Տիկին Սիրանուշը Ստեփանյան, Տիկին Սիրանուշը նյարդեր մնացել է, որ խնայեմ նյարդեր, իդեպ լավ, այդ եթերային չեմ ասի, լավ, չեմ ասի։ Բաներ կա որ ուզեմ ասել, չեմ ասում։ Գնացին գալու։ Էմիկ Սինանյանը, սիրելի Ռաֆայել ջան, արդեն զարմանալի կարծիք է, զարմանալի կարծիք չէ, նման մարդիկ շատ կան այս հասարակությունը, որ երկիրը ոչ թե ուշադրություն են դարձնում ինչ որ հագուստի, բարախաղի վրա։ Ռաֆայել ջան, մեր հայրենիք չի դառնա այնքան ժամանակ, մինչդեռ իրենք մարդկային նորմալ մտածելակերպը նրանց չփոխվի։ Հետաքրքիր բաներ եք ասում Էմիկ Սինանյան, հայրենիքը ոչ թե հայրենիք չի դառնա, հայրենիքը հայրենիք է, հայրենիքը պետություն չի դառնա։ Հայի ամերիկյան օրագիրը եթե ունեք, ես հայրենիքի եւ պետության մասին եմ խենթանում 300 հատ էջ։ 300 էջ հայրենիք ու պետության մասին եմ խենթանում։ Մենք ունենք հայրենիք, մենք միշտ ենք ունեցել հայրենիք։ Պետություն չունենք։ Նորմալ պետություն, փառք Աստծո, պետականություն ունենք մեր պապերի,
պայքարի արդյունքում, որի արժեքը ըստ էության չենք հասկանում, հայրենիք միշտ ենք ունեցել։ Հայրենիքը դա Արմենիան է կամ հայքը, որը եղել է տարբեր կայսրությունների տիրապետության տակ եւ հայրենիքը մեր ձեռից չեն տարել, պետությունն են տարել։ Հայրենիքը մարդու ձեռից չես կարող տանել։ Մի լավ ներկայացման մեջ է ժամանակին ներգրաված, որտեղ ասում է հայրենիքը այն չի, ինչ որոնում են։ Հայրենիքը այն է, ինչ որոնված է ի սկզբանե, ի հնե ու միշտ, ուստի այն չի կորում, ինչպես ձեռքի ափը, որ փակում ես, այն չի կորում, այնպես էլ հայրենիքը չի կարող կորել։ Հայրենիքը չի կորում, հայրենիքը կա։ Պետությունն է կորում, պետականությունն է կորում։ Գալիս են զավթում են, պետություն չկա։ Հայրենիքում ապրել ենք, Մուշուվանը, Երևանն ու, չգիտեմ, որտեղ որ ապրել են, Կարսը անին։ Մեկ Հռոմա եղե, մեկ Բյուզանդիա եղե, մեկ արաբներն են եկել, մեկ թաթար մոնղոլները եկան, մեկ ռուսը եկավ, մեկ սովետը եկավ, մեկ պարսիկը եկավ, մեկ հիմա չգիտեմ ով է գալու։ Այսինքն հայրենիքը դա դու ապրել ես մեկի տիրապետության տակ։ Իսիդից старуха перед ней разбитая корыто։ Հետո օքեյ, հանգամանք փոխվեց, աշխարհը փոխվեց, աշխարհամարտերի արդյունքում ծնվեց Հայաստանը, մի բուռ, այո, պիտի ավելի մեծ լիներ, պիտի ավելի ես, բայց պիտիով, ահա, դες պիտիով ենք էլի ապրում, էս ունենք, եկեք էս պահենք, էս երկիրը պահենք, մի հատ հասկանանք ոնց անենք, ինչ անենք, մի հատ ամեն մեկը մի բանով, մի հատ ծարտնգի, մի հատ մի բան անի, էլի ես նայում ես, լավ, ծարտնգերը սիմվոլիզմ եմ ասում, էլի որ վերածնվելու համար։ Նարինե Սողոմոնյանը, իրենց թվում է, թե քանդում են վատ բան են անում, ուրեմն լավ բան են ասում։ Բարի լույս, շատ ճիշտ ես 1000%, Ալլա Մատինյան, հարգելի Ալլա, շնորհակալ եմ։ Ահա 100%, բոլոր համաձայն, դե sense ոնց կլինի։ Պետք է գնահատել պետականության արժեքը։ Պետք է, հարգելի Նարինե Սողոմոնյան, իհարկե պետք է գնահատել արժեքը, բայց պետության արժեքը ոնց է գնահատվում։ Գնահատվում իմ կարծիքով կրթական համակարգով, կրթության բնագավառում առողջ արժե համակարգ ներդնելով է գնահատվում պետությունը։ Եթե փոքրուց երեխուն սովորացնում ես, որ քո պետությունը սահմանից են կոմա ու քեզնից տարել են, այդ երեխան չի նայում պետությանը, իր ուշքի միտքը ընդ է։ Այդ պարզ բան է։ Ես կրթության մեջ եմ։ Իմ համեստ ներգրավման, վայ ինչ մեծամիտ է, մեծամիտ չէ, իմ գործն է գրողը տանի։ Ցավոք սրտի, ես եք ուզեի լինեի բան։ Ինչ ասեմ, աստրոֆիզիկ լինեի, ջայնվեի, գնայի մի հատ կորած մոլորած աստղադիտարանում վերընկնեի նայի բանին Վայկիկի բիչ գնայի, Հանալուլուի են գրող է Ֆորդ կղզու մոտ, ովքեր Հավայան կղզիներում եղել են, գիտեն են բանի Մաուի կղզիների են մեջը, նայե երկնքին, ոյ Ալֆա Ցենտրավրան եկավ Անդրոմեդան, տես բաներ ասեի։ Բայց ինձ վիճակված է Հայաստանի Հանրապետությունում կրթության բնագավառում լինել։ Դաս տալ, երեխեքի հետ գնալ խոսալ, վայ ազիջան, վայ դոտ գլուխ, այս վիճակ, ու ես տեսնում եմ այս վիճակի մեջ, բայց ես չմեկնաբանեմ, ով մեկնաբանի։ Այդ այս մեկնաբանել են, որ այսօրն ենք ընկե։ Հիշիր, այն ազգագրագետ կա մի հատ, եթերում ասում, YouTube-ում, վերադարձրեք հային իր կոդը և նա շուր կտա աշխարհը։ Այդ նորմալ կնիկա, այդ կնիկա։ Պիտանես քնացնես, պրծնես այդ մարդկանց։ Ինչ կոդ վերադարձնես, այդ որտեղ է այդ կոդը։ iPhone-ը ինչա բլոկանգ է, այ հոկեկաններ։ Այս սա է խնդիրը, բայց ոչ տես բան ասես, հա, հիմա կասեն Ռաֆայելը հակազգային բան է ասում։ Այդ կինը ուզում է կոդը վերադարձնել, Ռաֆայելը դեմ է։ Այսինքն հիվանդ հասարակությունն է։ Չկա տես բան։ Հասարակության կոդը դպրոցն է վերադարձնում, մեր դասականներն են վերադարձնում, մեր պոեզիան, մեր գեղանկարչությունը, մեր երաժշտությունը, մեր մաքրամաքուր կոմիտասյան տաղերը, մեր ճարտարապետությունը, որը աղավաղեցինք, էդ է վերադարձնում։ Ոչ թե մի հատ կիսա հոկեկան 90 տարեկան կնիկ, ազգագրագետ, անունը դրեն, թե ով է դրել, ոչ ոք չգիտի։ Ծիծեռնակաբերդը սարքում են, ասում է քանդում է։ Այս մարդիկ են 4 կոմա ապրում։ Դրանց տեսնում ենք ամբողջ օրը։ Մի հատ
Օլիգարխ մի հատ գործանի վրա գնանք ասեն, օй, դուք ամենահավեսի ինչն եք, դուք գալակտիկա եք, դուք բան եք, որ մենք կոպեկ փոխտա։ Էս չի։ Էսա։ Ռաֆայել ջան մի արա։ Ես բարեկամներ չեմ բարկանում, ժողովուրդ ջան, ես չեմ բարկանում։ Էս ամեն ինչը տեսնելով, ես հեսա երկրորդ հատորն եմ գրելու։ Երկրորդ հատորը ձեր ցավը տանեմ, ես ո բան չեմ։ Երկրորդ հատորը ձեզ հետ միասին։ Բա ոնց։ Բա օքեյ, թո խոսան, թո ասեն, եթերում հայոյել են ես իմ ովքեր։ Աստված իմ լավ էլի վերջացրեք դա դրանք որ։ Այ տանեն քնասնեն լավն։ Վայ։ Բարեձես Ռաֆայել, համակարծիք եմ։ Դե նա փոխում են էլի կրթությունը, Հակոբն է ասում, հարգելի Հակոբ, դե փոխելը մի քիչ ուրիշ է։ Ես չեմ ասում, վայ, այս փոփոխությունը ճիշտ է։ Չէ, ես չեմ ասում, այս փոփոխությունը ճիշտ է։ Հայոց պատմություն, հայրենի պատմություն, բան այդ ես չեմ հասկանում ու կարծում եմ դրա շուրջ էներգիա ծախսելը դա հիվանդություն է, հիմարություն է։ Պատմություն հայոց թե Հայաստանի պատմություն։ Մովսես Խորենացու պատմության գործը կոչվում էր պատմություն հայոց։ Հիմա ով եմ ես, ինչ եմ ինձնից ներկայացնում, կամ ցանկացած մեկը ԿԳՄՍ-ից, որ կասկածի տակ դնի քերթողահայր հոր գրությունը։ Դա էլ է պատմություն հայոց։ Չէ, Հայաստանի պատմություն դե։ Հասկացանք։ Պետության մասին գիտություն լինի, պետության մասին լինի եւ այլն, բայց եթե Հայաստանի պատմությունն է, այդ նշանակում է 30 տարի։ Կամ լավ, թող լինի սովետից սկսած, կամ առաջին լավ 100 տարի, 120 տարի։ Բայց մնացածը, որովհետեւ Հայաստան որպես պետություն, հանրապետություն 1918 թվից է այս բանը կա։ Ուզում եք իջեք ներքև, ուզում եք ելեք վերև, էտա։ Մնացածը հայքա, չգիտեմ ընդ Հայաստանա, ծովից ծովա, գետից գետա, լճից լիճա եւ այլն, 800 տարի պետություն չի եղել։ Այդ որ մենք քիչ առաջ խոսում էինք, ասում հայրենիք թե պետություն։ Հայրենիք եղել է, միշտ է եղել։ Հայրենիքը չի կարա կորի։ Ուր էլ գնանք, մեր հայրենիքը, մեր արմատները, մեր էությունը, մեր ծագումը, մեր ամեն ինչը լինելու է Վանա, լճի, մատույցներից, հարավային ափից։ Վանա թագավորության ժառանգներն ենք մենք։ Okay։ Հա, հասկացանք 3000 տարի առաջ, վերջ։ Այն օրը ես դե պատմության մեջ եմ փնտրում պատասխանները, որովհետև պատմությունից վեր գիտություն մեր մասին չկա։ Պատմությունից ավելի արժեքավոր գիտություն մարդու մասին չկա։ Որտեղ ֆիզիկան, աստղերի մասին կասի, աստրոֆիզիկա, ծագումը, քիմիան մեր բաղադրության մասին կասի, բայց պատմությունն է մենակ ասելու, որ այս ավանակը, այս ձին, այս պոնին եւ այս ուխտը իրար հետ գնացին ընդե, խաչասերվեցին, ծնվեց մոզին։ Մոտավորապես, այսինքն պատմում է, փաստացի արձանագրություն կա, պապիրուս կա, ջրսարի վրա են քանդակե, դու կարդում ես, ասես, էսի սրան դան, էնի կռիվ հայտարարեց, էնի եկավ, էնի Շամիրամը, էնի մյուսը եւ այսպես շարունակ։ Մնացածը մեր մասին չի, մեր շրջապատի մասին է։ Դրա համար պատմությունը ընթերցում են որոշ բաներ, ասած եմ, Հունգարները, ես չգիտեի։ Ես շատ բան չգիտեմ, փորձում եմ մի փոքր, մի պստիկ շատ բան իմանալ, բայց ինչ էլ իմանամ, ոչ մի բան չգիտեմ, որտեղ Արիստոտելը, որ ասում էր, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, ով է Ռաֆայելը, որ ասի ինքը բան գիտի, ես ոչ մի բան չգիտեմ։ Հիմա այս հունգարները ես չգիտեի, որ Եվրասիայի բանի Սիբիրի, Ուրալի հյուսիսներից ծագած ժողովուրդ է, որ հայտնվել է Եվրոպայում։ Ես Հունգարիայում քանիցս եղել եմ, Բուդապեշտի գիտաժողովների եմ մասնակցել, Բուդապեշտի ընդհանրապես ավստրո-հունգարական կայսրության պատմությունն եմ նայել եմ պարլամենտի իրանց շենքը, այդ գետոները երկրորդ աշխարհամարտի, Բուդապեշտի 56 թվականի ընդվզումը, սա գիտեմ, բայց ես չգիտեի, մեղավոր եմ։ Արա հունգարացիները եվրոպացի չեն։ Բայց մեկի մտքով կանցնի, որ հունգարացին եվրոպացի չի։ Իրա ճարտարապետությամբ, իրա նիստուկացով, իրա գրականությամբ, իրա պատմության ընկալմամբ։ Ուրալ են, Ուրալ։
Այդ բանը, մեքենա այդպես։ Այնտեղից որ դառնա, որ դարում 9-րդ, 7-րդ, այսա նայեմ։ 9-րդ դարում են եկել, 6-րդ դարում, չգիտեմ։ Այդ դարերում եկել են եւ տեղավորվել են այդ տարածաշրջանում Հունգարիան, որ հիմա Եվրոպայի գրեթե սիրտն է։ Դե հիմա ես գրում եմ, որ ChatGPT, hello my dear, որ դարում են հունգարացիները հայտնվել Եվրոպայում, ահա, enter հունգարացիները 9-րդ դար, ճիշտ եմ ասում, 9-րդ դար, բարեկամներ, 9-րդ դար, այսինքն հայկական քաղաքակրթության, այսինքն այս ինչ իրան քոչել են Եվրոպա, դրանից 4 դար առաջ Հայաստանում ոսկե դար էր արդեն, այսինքն մի հատ այդ civilization, technology, ինչպես ասում էր հայտնի բանը, 9-րդ դարում սրանք քոչել են հունգարացիները, դրանից 4 դար առաջ 5-րդ դարում Հայաստանում ոսկե դար էր։ Հասկանում եք level-ի տարբերությունը։ Բայց ուր են հիմա հունգարացիները եւ ընդհանրապես հունգարական եւ ավստրո-հունգարական կայսրությունը Գավսբուրգները ու մի հատ էլ նայեք։ Նրանք ուռալից հետ եկել, մենք ուռա։ Էս չի։ Այսինքն կապ չունի ով որտեղից է։ Դու ներկան պետք է հաշվես, ուր է հասել այս ազգը։ Ինչ բարձունքների է հասել, ինչ պետություն է կերտում, ինչ մետամորֆոզներ է ապրում։ Ինչ քոչվոր, ինչ հիշում եմ քոչվոր, հա, քոչվոր են, Ալեն Սիմոնյանը ասում է, եթե ձեր հայրենիքը դե որ տենց մանգակ, կհայտնվեք կենտրոնական Ասիայում կամ բանում, Ալթայի կողմերը, հա։ Այստեղ է թաքնված ամբողջ know-how-ն։ Ադրբեջանցիների պարագայում կամ թուրքերի, որ այո, քոչվոր են եղել, իրանք էլ են ասում։ Թուրքերը բա Մանասկերտի ճակատամարտով չեկան մեր մոտերը, ընդհանրապես Բյուզանդիայի անկումը որտեղից սկսվեց։ Պատմություն է պետք իմանալ։ Որտեղից եկան թուրքերը, մարդիկ թուրքերն ու թուրքերին չեն տարբերում իրարից։ Թուրքական ժողովուրդներ եւ թուրքեր։ Ուր ենք հասել դրա շուրջա պետք մտորել։ Բարեկամներ, դա է կարևորը։ Բարև ձեզ։ Այո։ Բարև ձեզ Ռաֆայել ջան, ինչպե՞ս եք։ Լավ, հարգելիս, բարև ձեզ։ Ողջավորված եմ մի քիչ։ Հա, Հովանես ջան, լսում եմ։ Ես շատ եմ սիրում, երբ դուք մենակ եք հաղորդումը վարում։ Թող Ռաֆայել, ամեն դերենիկը չնեղանա, իրան առողջություն ենք ցանկանում, թող շուտ վերադառնա, բայց ձեր այդ ողջավորվածությունը ավելի sense մի քիչ ազնիվ է, էլի։ Ես լսում եմ ձեզ, որ քննադատում եք, ասեք ժողովրդի ճիշտ ու սխալն եք ասում, ավելի առողջ է, հետի հաստե մնացած լրագրողներին, որ լսում եք կամ ընդդիմության եւ ինչ վերաբերում է, այս վերջի բանին եմ ասում, մենք մեր մասին շատ կարծիք ունենք, որ ասում եք հունգարացիները Եվրոպայի կենտրոնում են, բայց եվրոպացի չեն։ Մենք էլ մեր տարածաշրջանում, մենք մեր մասին շատ մեծ կարծիք ունենք, միշտ ասում ենք եվրոպացի ենք, բայց կարող է որոշ մարդկանց դուրս չգա իմ ասածը, մենք եվրոպացի չենք, տարածաշրջանով մենք կովկասցի ենք, Կովկասի ինչ պատ տարածաշրջան է։ Ուղղակի մեր ժողովրդի իրավիճակը այս որ եկել է այս անկիրք թող չնեղանան շատերի մասին չի խոսքը, որոշ մասին է խոսքը։ Էդի գալիս է նրանից, որ մեր տարածաշրջանում են միած խոսք ասում, ասա անգերետով ասեմ, եթե մենք լինեինք, ասենք Եվրոպայի կենտրոնում եւ շփվեինք այդ ազգերի հետ, մենք ավելի շատ իրանցից կրված մեր տարածաշրջանը եղել է Ռուսաստան, սովետական միություն, իրանց բարքերն եք եկալ են։ Դե հա, հասկանալի է։ Շնորհակալ եմ Հովանես ջան, ձեզ լավ եմ աղթում, շնորհակալ եմ զանգի համար, լավ եղեք։ Այո, հաջողություն։ Ձեզ էլ հարգելիս։ 747 մեր ուղիղ եթերի հեռախոսամարտն է, ո Աստված իմ, հա, դե ոգևորված եմ այն առումով, որ
լավ, այսօր դպրոցից էին չէ խոսում, կառավարության նիստը դպրոց։ Դպրոցական նստարանից սկսած պայքարել, երբ որ տեսել եմ անարդարություն, կենտրոնում ես եմ կանգնած եղել խնդիրը լուծելու համար։ Իմ ճանաչող, իմ ընկեր լինի, գործընկեր լինի, անգամ եթե ինչ որ մեկը գործնական առումով իզնից նեղացել է, բան, ասեն, Ռաֆայելը ինչի համար է ինչ որ բան արել։ Վիրավորել մի քիչ հավատալի չի ես մեկին վիրավորել, բայց ինչ որ եթե ինձ նեղացել է, որովհետև արդարություն եմ պահանջել։ Արդարություն եմ պահանջել։ Չեմ հասկանում, բայց ո՞նց։ Երեխա ժառանգ, նոր եկել էինք Հայաստան, առաջի օրերն է։ Ակակ։ Ո՞նց թե։ Ես ինչ։ Սենց բան, որովհետև վայրենի, դե մի խոսքով։ Ու ես ուրիշ չեմ պատկերացնում։ Ռաֆայել ջան, շատ շնորհակալ եմ ձեր խելամիտ վերլուծության համար, անասելի հաճույքով եմ ձեզ լսում, Նարինե Սողոմյանն է ասում, շնորհակալ եմ հարգելիս, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Էմիկ Սինանյան, երբ ասում են կրթությունը նորաձև է, մարդիկ կան, որ ծիծաղում են, իրենց թվում է կրթությունը տարաճանաչությունն է, զարմանալի է կրթությունը այն է, որ մարդը կատարելագործվի եւ իր տեղը գտնի հասարակության մեջ եւ իր կյանքի մեջ։ Դե հա, ես ուղղակի հասկանում եմ այդ բացասական նեգատիվը որտեղից է գալիս, զուտ նայած ով է ասում, այդ մարդուն ոնց են ընկալում, ես դա հասկանում եմ, որովհետեւ ամենավառ օրինակը դա ասել եմ ընդդիմությանը եւ դա ասել եմ ընդդիմադդմիկներին։ Դե երկու բան կա։ Հայաստանում կա ընդդիմություն, բայց կա նաև ընդդիմադդմիկները, որը կեղծ ընդդիմությունն է, որը միանք հանդելու մասն է մտածում։ Ես դա ասել եմ իշխանությանը, ասել եմ ամենավերևները դեմ դիմաց նստած, ասել եմ։ Երբ որ Փաշինյանը ասեց ես հպարտ եմ իմ պարտությամբ, Հայաստանում պարտությունը, որ ես հպարտ եմ այդ պարտությամբ։ Այդ ընդդիմադդմիկները եւ ստի մտավորականները գազազած հարցակվեցին։ Ոնց կարա պարտությունը հպարտություն ունենա։ Բայց որ ձեր սիրելի Գևորգ Էմինը իր սասունցիների պարի մեջ, որ ասում էր ու parեց Սասունը ողջ աշխարհը հիացավ, parեց Սասունը ողջ աշխարհը հիացավ, զարմացավ, որ պար չէ սա, այլ մի երկրի հին պատմություն, ուր պարտությունն անգամ ունի հպարտություն։ Բանդիմադդմիկներ, մի հատ ասեք Էմինը, էս ինչ ասեց Գևորգ Էմին Տերյանը, իր ազգականն է, բայց մի հատ դուս ասա պապը դե ինչ ա գրե։ Մի հատ խոսա, ասի պապս էլ ա գրե, ուր պարտությունն անգամ ունի հպարտություն, պապի դու պապի, էս ինչ ես գրե, այ իդեպ Գևորգ Էմինը աշտարակում բան էր, պլամեր էր։ Էտե չգիտեն, չէ՞ կանալիզացիայի բաներ, ջրի խողովակներ էր քաշում եւ կանալիզացիա։ Չեն ասում տես բան։ Ոնց թե Գևորգ Էմինը մնաք սասունցիների լավ բանագր, ասեք լավ բանագր, պլամեր էր, բայց ամոթա։ Ամոթ բան կա դե։ Չէ, չեն ասի տես բան։ Այս sense են քանդե։ Այն օրը ասում եմ Միսակ բանին ինչ էր անում Աստված իմ։ Մուրացյանին կնիկը ծեծում էր ամբողջ օրը։ Ոյ, էդի չեք ասում, ծեծում էր։ Սիրացի եթե փախավ Գերմանիա։ Ոյ, տես բան մի ասեր Մուրացյանը, գժվավ այդ խեշ մարդը։ Կնգա ձերից է, ոսկե հատ էր կնգա անունն է։ Ասենք, բան, կիսաբաց լուսամուտ է, ուղղորդում չի։ Էտա, ինչ այդեղ ամոթ բան կա։ Թովմաս Նազարբեկյանը սովից մեռավ Թիֆլիսում, մի կտոր հաշ չտվեցիք, սվոլոչի։ Թովմաս Նազարբեկյանը էս երկիրը ինքնակերտ է։ Գեներալ։ Ոյ, ո՞նց եք դες բան ասում եմ։ Տենց ա եղել, ես չեմ հորին, դա գրած է։ Արխիվ գնացեք։ Այն ուր այն թուղթս, երեք գիրքը հանձնել եմ ազգային գրադարան, մակագրության, պետական կնիքով բանով տվեցին, որ Ռաֆայելն ասաց, հա, հանձնել է երկու օրինակ ազգային գրադարան, բան։ Գրադարան շուշուտ եմ գնում, նայում եմ, թղթեր վերցրեք, կա ոչ թե ինչ որ մի բաներ կարդացեք ստի մտի, պատմություն, պատմական փաստեր, փաստաթղթեր, որոնք որ ազատ են, բաց են, հասանելիության մեջ են։ Կարդացեք, ինչեր է կատարվել մեր երկրում եւ մինչեւ մենք դրանք չսերտենք, իմ հարգելի ռադիոլսողներ, ես ձեր ցավը տանեմ ու խելոք մարդիկ, մինչեւ դուք, մենք, ես եւ դուք, բոլորս, չասենք արա, բայց ճիշտ է, տենց է եղել, չի շտկվելու։ Ուզում է Կոնֆուցիոզը գա, ուզում է Միսակ Մեծարենցը գա, ով ուզում է գա, չի շտկվելու։
որովհետև շտկվում է երբ որ սխալդ գիտակցում ես, երբ որ սխալդ հասկանում ես, մնացած դեպքում սա ստի բաներ է։ Վերջ, ես էլ ասելիք չունեմ, շատ կուզեի այսօր ուրբաթ լիներ ես 2 օր հանգստանայի, բայց այսօր դեռ 5 շաբթի է բարեկամներ, ուստի մենք վաղը եւս հուսամ կհանդիպենք, շարունակենք մեր զրույցը, շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներից, որ իմ կողքին են, մեր կողքին են եւ այս ամենը դարձնում են հնարավոր։ Հաջորդի մեր բոլոր գործընկերների ցանուցումները կլինեն, հարգելի գործընկերներ, ես երախտապարտ եմ ձեզ, որովհետև նաև ձեր շնորհիվ է եթերը հնարավոր, հաղորդումը հնարավոր, ամենը հնարավոր։ Եվ որպես վերջաբան իմ ռադիոլսողներին, բարեկամներ, ես ամսի 21-ին, նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում եմ լինելու։ Եթե դուք գնահատում եք իմ աշխատանքը մի քիչ, եթե ձեզ հետաքրքիր այս 8 տարվա զրույցները, նոյեմբերի 21-ին երեկոյան 7-ին իմ հեղինական երեկոն ա լինելու։ Այս եթերային պորտկումները ես հավաքագրել եմ մեկ գրքի մեջ, որը հայի ամերիկյան օրագիր եմ կոչել, որը կարծում եմ յուրաքանչյուրի մասին է։ Եկեք այդ օրը միասին հեղինական երեկոն անցկացնենք, եկեք միասին զրուցենք, մանավանդ որ իհարկե շուշուտ եմ գալիս Լոս Անջելեսը իմ տունն է, ես չեմ թաքցրել իմ 13 տարվա տունն է, բայց հեղինական երեկո մոտ 2 տարի չեմ ունեցել եւ ձեզ հետ հանդիպելու սա հրաշալի առիթ է։ Եկեք, տոմսերը վաճառվում են սիմվոլիկ, ասում եմ գինը $50 տոմսը ընդամենը, սիմվոլիկ այսպես գին ենք դրել, որտեղ եւ գիրքը կլինի, եւ ես կլինեմ, եւ լավ ժամանց կլինի, հյուրասիրություն կլինի, իհարկե գիրքը կստորագրեմ, կնկարվենք իրար հետ, կխոսենք, մի խոսքով լավ ժամանց կունենանք, թիքետ կայքում են վաճառվում տոմսերը։ Ես կսպասեմ ձեզ, ինչքան լավ մարդիկ գան, այդքան ավելի լավ, այդքան ավելի ուրախ կլինեմ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, մինչ նոր հանդիպում եմ ասում։ Յուրաքանչյուրիս կյանքն ուրույն պատմություն է։ Պատմություն, որը կարող է դառնալ օրագիր։ Այսպիսով Ռաֆայել Մնացականյանի երկար սպասված հայի ամերիկյան օրագիրը գրքի շնորհանդեսը Լոս Անջելեսում։ Նոյեմբերի 21-ին երեկոյան ժամը 7-ին Գևորգյան ակադեմիայի դահլիճում։ Հեղինակային երգեր, արձակ եւ չափածո ստեղծագործություններ, արդի մեկնաբանություններ հեղինակի ներկայացմամբ։ Հայի ամերիկյան օրագիրը։ Սա հայացք է ներսից դուրս։ Այսպիսով հանդիպում ենք նոյեմբերի 21-ին երեկոյան ժամը 7-ին Գևորգյան ակադեմիայի դահլիճում։ Տոմսերի համար զանգահարեք 818 265 0506 կամ ticketmiket.com։ Իդեպ, հեղինակի մակագրությամբ գիրքը կարող եք ձեռք բերել տեղում։ Հայի ամերիկյան օրագիրը։ Սիրով սպասում ենք։